Մցեկտիկին ավանես։ Շնորհակալություն։ Եվ բաց նաև սրճարանների եւ այլն։ Այո, մարտի 15-ից ուժի մեջ կմտնի հանրային սննդի վայրերում եւ փակ եւ բաց տարածքներում ծխելու արգելքը Ներողություն չէ, ոչ թե հանրային սննդի օբյեկտներում եւ նաև բացօթյա սրճարաններ, ոչ թե ընդհանրապես բոլոր բաց տարածքներ։ Այո, իհարկե, հանրային սննդի վայրերում, որոնք ունեն բաց կամ փակ տարածքներում, տեղակայված են բաց կամ փակ տարածքներում։ Պարոն վարչապետ, մենք արդեն իսկ ունենք ուժի մեջ մտած մի շարք ուրեմն օրինակ բժշկական հաստատություններում կամ աշխատանքի վայրում ծխելու արգելքի կանոնները արդեն իսկ ուժի մեջ մտած են մարտի 15-ից հավելյալ նաև կգործի այս կարգավորումները։ Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ եւս մեկ անգամ ընդգծել կառավարության կարեւորագույն հանձնառությունը կանխարգելիչ կարևոր այս փոփոխությունների հետ կապված, որովհետև պարոն վարչապետ մեր վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ոչ վարակիչ հիվանդություններից, սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղի հիվանդություններից մենք ունենք մահացության բավական բարձր բեռ եւ այս բոլոր սահմանափակումները հենց ուղղված են մարդկանց առողջությունը պահպանելուն եւ նաեւ մեր եկող սերնդին, մեր երիտասարդներին, երեխաներին պաշտպանելու նման վնասակար սովորույթներ ձեռք բերելով։ Շնորհակալություն։ Հիմա նաև շատ քննարկում կա, ասում են օրինակ բացօթյա սրճարաններում արգելելու տրամաբանությունը որն է։ Նույն տրամաբանությունն է ինչ որ փակ տեղերում, տրամաբանությունն է նա, որ օգնենք, աջակցենք, քաջալերենք մարդկանց, որ ավելի քիչ ծխեն։ Եվ այլ տրամաբանություն, այսինքն ինչպես մնացած բոլորի տրամաբանությունը, այնպես էլ սրա տրամաբանությունը, այնպես որ շատ կարևոր է, որ մենք այո քաղաքական կամք ենք ցուցաբերում եւ այս ճանապարհով գնում ենք առաջ եւ ելի շատ կարևոր է արձանագրել, որ մենք հավասարեցրել ենք Հայաստանի Հանրապետությունում եւ ծխախոտը, այսպես ասած, ավանդական ծխախոտը եւ ծխախոտային փոխարինող արտադրանքները եւ այո շատ կարեւոր է նաեւ որ հարկային կարգավորումներով կարգավորենք այնպես որ դրանք նույնպես պատշաճ հարկային դաշտում լինեն եւ պատշաճ ձևով հարկվեն եւ այո սրա ամենակարևոր նպատակը մեր հանրային առողջության պահպանությունն է Իհարկե հարցը մի փոքր այլ բաներ վերաբերվում, բայց այս քննարկումը նաև տեղեկատվությունը թարմացնելու առումով շատ կարևոր է։ Խնդրեմ հարցեր, դիտարկումներ թեմայի կապակցությամբ չկան։ Ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։